Պարոն Ալուշյանյան, եւ երկու կա հարց, մեկը վերաբերում է այն ամենայնիվ ԿՊ-ն, հա, տեխնացու առաջադրելու է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք հա ստացել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ կրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աչքերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուների իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնացուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Կարծես թե չեն բան անում, որ տեխնացու պետք է առաջադրել, կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնացուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ու ակնկալիքով։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը դեռ ինքնապատասխանի ժամանակ կա, կհասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Ալուշյանյան, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն, հա, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք կտրել, որ դուք ունենաք Գյումրիում քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն բարձ կլինի ամսի 16-ին։ Ջորջ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի գուշակումների դաշտ եւ որտեղ դուք մենակ եք, հիմա ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 ԿՊ-ն թիմը այս պայն ավականում, եթե ընդդիմություն իշխանությունն այն, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադին զանգ, 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել է այն աբացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք է ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի աբացուցվեց, կոալիցիա չի նա, հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք դե այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար ցեն դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետեւ չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ
տեխնազու եւ 2-3000 ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչը ի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ Գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետարքից չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետարքից չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցենզուր էր տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալե կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր կպետեմ 17200 ցենը շուտով դե մի Ժորժ ջան այնտեղ հիմնականում երկու, այսինքն ձեր թիմի քաղաքական ուժի մեկնաբանությունը այն է, որ այնտեղ հիմնականում երկու նախկին ղեկավար նախագահների ներկայացուցիչներն են կամ թիմերն են դուրս եկել պայքարի եւ հիմա ասում եք այսքան ձայն ունենք, ստացվում է հանրագումարով ամեն դեպքում իրենք ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքացիական պայմաններ։ Չէ, ստացվում է, որ իրանք խաբեցին մեր քաղաքացիներին եւ ամեն մեկը իրանք ձայները տանելով հետո հավաքվան իրար գալով։ Որովհետև կային տեխնազուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապահովել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնազուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել քաղաքատեխնազուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան, կներեք, դեպքեր կան ու շատ կան տեխնազուներ, որոնք ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ձեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։ Ըստ ձեզ Վարդան Ղուկասյանը կկալանավորվի հավաքական նիստից առաջ, թե հետո։ Ինչ հարց եք տալիս ինձ, իմ կարծիքով նոր դուք խոսում եք արտարդարության փոխնախարարի հետ, հետո ոստիկանապետ ներքին գործերի նախարարի տեղակալներ էր, եթե չեմ սխալվում այստեղ, ես կարող եմ հիշեցնել, նաև նշել, որ մեր թիմի ձեռագիրը Մաքուր Արտը, ես կարող եմ ասել մեր թիմի ձեռագիրը ամբողջ քարոզարշավը ես որպես մարզպետ ամբողջ քարոզարշավը եւ ամբողջ այս նախընտրական պրոցեսները գնացել են օրենքի սահմաններում, գնացել են ոչ մի թիրախավորվող հարց չի եղել, բացի այն ընտրակաշառքի ես Գյումրու մասին եմ խոսում, այդ պետք է եւս արձանագրել, պետք է արձանագրել, որ ընտրությունների օրը որևէ միջադեպ տեղի չի ունեցել, մենք գյումրեցիները շատ լավ կհիշեն ընտրություններ տարբեր տեխնազուների գլխավորությամբ տեղի ունեցող ընտրությունները, որոնք մինչև հիմա խոսակցություններ ու բաների առիթ են դարձել, իսկ մեր կազմակերպված ընտրությունները եղել են մաքուր, մեր ընտրությունները եղել են արտար, եւ ես որպես մարզպետ կարող եմ ասել, որ հաջողել եմ կազմակերպելով մաքուր ու արտար ընտրություններ եւ որպես շտաբի պետ քաղաքացիական պայմանագիր կուսակցություն տարել 17200 ցեն։ Այն գրառումները, որը այսպես ճագերտների մեջ մամուլի ներկայացուցիչները փորձում են ներկայացնել, որ Դավիթ Արուշանյանը հրաժարական է տալիս, կարող եմ թե իրենց իմ պաշտոնը ծնվածս օրվանից վրես է եղել, այդ իմ ազգանուս ու հայրանուսը, ըմպես որ պաշտոնը իմ համար 36% քվե հավաքել, ասում են բաց չի էլի, բաց ռեյտինգ չունի, դիք նշանակեն Ժորժ ջան, ուզում եմ հիշեցնել Գյումրիում նախկինում տեղի ունեցած ընտրությունները, որտեղ 2016 թվականին 5 տարի քաղաքապետ եղած տեխնազուն 14000-ից ավել ցեն չի կարողացել հավաքել, երբ որ տեխնազուները դեմը չեն եղել ու նախկին նախագահներ տիկունքներում։ Ուզում եմ հիշեցնել 21 թվականի նաև ընտրությունները, որտեղ քաղաքացիական պայման առաջի ուժը, որը շատ ցեներ հավաքել, 9000-ի չափ ցեներ հավաքել, մենք հավաքել ենք 7000-ի չափ ցեն եւ ցածր մասնակցություն կար, որտեղ հետաքրքրություն չկար, այսինքն այս ժամանակ մասնակցությունը շատ բարձր էր եւ նույնիսկ բարձր էր ԱԺ ընտրությունների
Դե այս ընտրությունների ժամանակ մրցակցություն կար, ավելի շատ է եւ 10,000 ավել ցեն ենք հավաքել մենք, Ժորժ ջան։